Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի Կոպենհագենում կայացած հանդիպմանը քննարկվել է Զանգեզուրի միջանցք արտահայտության կիրառման խնդիրը, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղարը։ Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի տարածքին։ Բաքուն կրկին պահանջում է, որ Երևանը փոխի սահմանադրությունը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական պետությունների կազմակերպության նիստում հայտարարել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարանցքային պահանջներից։ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը։ Էրեբունի Երևան տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, այն կմեկնարկի օդապարիկների ավանդական թռիչքով, կուղեկցվի համերգներով, մշակութային ծրագրերով եւ միջազգային օդագնացության փառատոնով։ Շուշան Սարգսյանի մոնո օպերաները ընդգրկվել են 68-րդ Գրեմի լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն անվանակարգի երկար ցուցակում։ Կոմպոզիտորը տեղեկացրել է, ստեղծագործությունները հասանելի են ավելի քան 150 երաժշտական հարթակներում։ Վիոլյա ջրընկերությունը այս տարվա պարտադիր կապիտալ աշխատանքների ցանկում ընդգրկել է երբևէ չհիմնանորոգված գյարդի արդիականացումը։ Ներդնելով 80 միլիոն դրամ, ընկերությունն այստեղ մեծածավալ շինարարություն է սկսել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Կոպենհագենում կայացած հանդիպմանը քննարկվել է Զանգեզուրի միջանցք արտահայտության կիրառման խնդիրը, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազարի Բաղդասարյանը։ Հայաստանը ըստ Բաղդասարյանի վերահաստատում է, որ Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կերպ չի կարող վերաբերել Հայաստանի տարածքին։ Նա հավելել է, Հայաստանում իրականացվում են միայն թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերը, ինչը հստակ ամրագրված է տարբեր միջազգային փաստաթղթերում։ Իդեպ Ադրբեջանի նախագահն այսօր եւս կիրառել է այս տերմինը, ասելով Զանգեզուրի միջանցքը կարևոր նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային ուղի թե միջին միջանցքի եւ թե հյուսիս-հարավ միջանցքի շրջանակներում։ Բաքուն նաև կրկին պահանջում է, որ Երևանը փոխի սահմանադրությունը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական պետությունների կազմակերպության նիստում հայտարարել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են սահմանադրության մակարդակով։ Միաժամանակ Բայրամովը պատմական է որակել Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքները։ Նրա խոսքով ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը նոր հնարավորություն են ստեղծում։ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով եւ բարեմաղթանքներ փոխանցել։ Կարևորելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը, Փաշինյանը բարձր է գնահատել այդ զարգացման գործում Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ներդրումը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւս զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորելու նրան ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Նույն աղբյուրի հաղորդմամբ զրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել են ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու դրան զարգացման հեռանկարները։ Հարկ է նկատել, որ վերջին ամիսներին ռուս-ադրբեջանական հարաբերությունները մեղմ ասած այնքան էլ հարթ չէին, եւ երեք ադրբեջանական լրատվամիջոցները կանխատեսումներ էին անում։ Նույնիսկ ընթերցողների շրջանում հարցում անցկացնում պարզելու ինչ են նրանք կարծում կզանգահարի Ալիևը Պուտինին, թե ոչ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ընդունել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին քննարկել տարածաշրջանային վերջին զարգացումները, մտքեր փոխանակել արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր ու անդրադարձել հետագա գործակցությանը, այլ մանրամասներ հանդիպումից չեն հաղորդվում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին։ Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս գործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցերի։ Այսօր առավոտյան Իրանի արևմուտքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով երկու զինվորական է զոհվել, եւս 3-ը վիրավորվել են։ Հարձակումը տեղի է ունեցել Քուրդիստան նահանգում գտնվող Սարվաբադ քաղաքում։ Հարձակման թիրախում է եղել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեղական գրասենյակը։ Հարձակման պատասխանատվությունը առայժմ որևէ մեկը չի ստանձնել։ ԻՀՊԿ-ի Քուրդիստանից ստորաբաժանման պաշտոնյաները հայտնել են, որ կշարունակեն լուրջ ջանքերը նույնականացնելու եւ պատասխանատվության ենթարկելու հարձակման պատասխանատուներին։ Միջազգային նորությունները տեսաշարով։
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, հիմնական ուղերձները, Վաշինգտոնի փաստաթղթերը, ով ինչ ստացավ եւ ինչի դիմաց, Հայաստանի տրանզիտային հնարավորությունները եւ Միացյալ Նահանգների դերը։ Քոչարյանի գնահատականը նոյեմբերի 9 երազանքի փաստաթուղթը, խաղաղության օրակարգը, խաղաղություն թե զինադադար, Քոչարյանի մոսկովյան այցը եւ պարզաբանումը, մասնակցությունը ընտրական գործընթացներին։ Մեկնաբանում է Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը։ Ազատ զրույցը Արտուր Կիրակոսյանի հետ դիտեք այսօր 20:05-ին Free News-ի եթերում։ Էրեբունի Երևան տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, այն կմեկնարկի օդապարիկների ավանդական թռիչքով, որն առաջին անգամ կանցկացվի Էրեբունի թանգարանի հարակից տարածքում։ Տոնական միջոցառումները կշարունակվեն համերգներով, մշակութային ծրագրերով եւ միջազգային օդագնացության փառատոնով։ Այս տարի Էրեբունի Երևան տոնակատարությունը յուրահատուկ ձևով կմեկնարկի հոկտեմբերի 10-ին օդապարիկների ավանդական թռիչքով, որն առաջին անգամ անցկացվելու է Էրեբունի թանգարանի հարակից տարածքում։ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ սա նոր մոտեցում է, որի նպատակն է տոնական օրերն ավելի գունեղ դարձնելը։ Մեր սիրելի երևանցիներին ուզում եմ հրավիրել այդ ուրբաթ օրը ժամը 16:00, եթե չեմ սխալվում, Էրեբունի թանգարանի հարակից տարածք, որտեղ որ հնարավորություն կլինի մասնակցել այդ միջոցառմանը։ Սա մի փոքր անսովոր իրադարձություն է Էրեբունի Երևանի շրջանակում, ինչը մենք անում ենք առաջին անգամ, բայց ես կարծում եմ, որ այնքան գունեղ եւ շքեղ է լինելու եւ մենք որոշելու ենք դա արդեն ավանդական այսպեսի մի բան դարձնել յուրաքանչյուր տարի։ Այնուհետև հոկտեմբերի 11-ին Ձյան Աբգարի այգում կկայանա էլեկտրոնային երաժշտության համերգ, որտեղ հայաստանյան դիջեյները կկատարեն իրենց լավագույն գործերը։ Շաբաթ օրը համերգային ծրագրերը կշարունակվեն հյուրախաղերի գլխավոր փայլով, Բենի Բենասի ելույթով։ Ամբողջ շաբաթվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում տեղի կունենան նաև մշակութային այլ միջոցառումներ՝ ջազ, ռոք եւ դասական երաժշտության համերգներ, գարեջրի փառատոններ, սպորտային եւ երեխաների համար նախատեսված միջոցառումներ։ Այս ամենը կավարտվի տոնական հրավառությամբ Հայաստանի Հանրապետության հրապարակում, որտեղ ելույթ կունենա Թաթա Սիմոնյանը։ Մենք որոշել ենք Էրեբունի Երևանի տոնակատարության շրջանակներում ընթացիկ տարվա մեջ բոլոր լավագույն եւ բոլոր սիրված առանձին համերգները խտացված ձևով ունենալ։ Այսինքն, չգիտեմ, եթե կա գինու փառատոն, որը լինում է սովորաբար հունիս ամսին, ապա Էրեբունի Երևանի ժամանակ ինքը նույնպես կա։ Կա օրինակ ջազի օրը ջազային համերգ, որը լինում է ապրիլի 30-ին, եթե չեմ սխալվում, ապրիլի 30-ն է ջազի միջազգային օրը։ Ուրեմն Էրեբունի Երևանի նույնպես այդ սիրված համերգը կա, այսինքն մեկ օրում մենք այսպես հավաքածու ենք անում տարվա լավագույն միջոցառումների եւ իվենտների եւ այդ թվում փառատոնների։ Հոկտեմբերի 12-ին բացահայտիր Հայաստանի երկնքից միջազգային օդագնացության փառատոնը տեղափոխվելու է մարզեր։ Skyball ընկերության տնօրեն Նայիրի Բարսեղյանն էլ հայտնեց, որ միջոցառումներ կլինեն նաև մարզերում, Գառնիում, Ապարանում եւ Հայաստանի այլ վայրերում։ Իսկ հա հոկտեմբերի 14-ից 15-ը թռիչքները կլինեն արդեն Երևանի հրապարակից։ Բարսեղյանը վստահեցրեց, փառատոնն ամեն տարի ընդլայնում է իր աշխարհագրությունը եւ այս տարի Հայաստան կժամանեն ներկայացուցիչներ 9 երկրներից՝ Բրազիլիայից մինչև Ճապոնիա։ Ընդհանուր առմամբ 120 մասնակից է լինելու 20 օդապարիկներով եւ մեր նպատակը ամեն տարի աշխարհագրությունը ավելացնելն է։ Իրականում ամբողջ աշխարհում խնդիր կա նման փառատոնների մասնակիցների քանակ ապահովելու, այսինքն մարդիկ կազմակերպիչները փորձում են մաքսիմալ լավ պայմաններ ստեղծել, որպեսզի այլ երկրներից ժամանեն հյուրերը։ Մեր մոտ ստացվում է լրիվ հակառակը։ Բոլորը մենք հրապարակում ենք, որ պետքա անցկացվում են փառատոն, ընդհանրապես այդ օրվա երեկոյան փակվում է տեղերը, որովհետև տեղերը խիստ սահմանափակ են։ Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի եւ խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանն էլ ընդգծեց, որ այսպիսի միջոցառումները ոչ միայն նպաստում են Երևանի ճանաչելիության բարձրացմանը, այլև մեծացնում են զբոսաշրջային հոսքը։ Բացահայտիր Հայաստանի երկնքից միջազգային օդագնացության այս փառատոնը բացառիկ հնարավորություն է ներկայացնելու արկածային զբոսաշրջության հնարավորությունները Հայաստանում։ Մեկ հարկի տակ հյուրընկալում ենք բազմաթիվ զբոսաշրջիկների, ովքեր գալիս են թե որպես մասնակից, թե գալիս են այս գեղեցիկ միջոցառումը տեսնելու։ Արդեն փառատոնը իր ուրույն տեղն է գրավել փառատոնային ցանկում տարվա կտրվածքով եւ մենք
Շատ արձագանքներ ենք ստանում միջազգային մեր գործընկերներից, ովքեր տարեսկզբին արդեն իսկ պլանավորում են իրենց այցելությունները Հայաստան եւ ցանկանում են իմանալ ամսաթվերը, որպեսզի կարողանան ներկայացնեն իրենց գործընկերներին եւ հյուրերին, որպեսզի այդ ժամանակահատվածում ներկա գտնվեն Հայաստանում։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, օդապարիկների թռիչքները սահմանափակ տեղերով են եւ մասնակիցները կարող են տոմսեր գնել Skyball ընկերությունից։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շուշան Սարգսյանի մոնոօպերաներն ընդգրկվել են 68-րդ Գրեմմի լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն անվանակարգի երկար ցուցակում։ Կոմպոզիտորը տեղեկացրել է, որ ստեղծագործությունները հասանելի են ավելի քան 150 երաժշտական հարթակներում։ Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի Reflection եւ Dialogue մոնոօպերաներն ընդգրկվել են Recording Academy 68-րդ Գրեմմի մրցանակաբաշխության լավագույն դասական ժամանակակից ստեղծագործություն անվանակարգի երկար ցուցակում։ Կոմպոզիտորը տեղեկացրել է, որ ստեղծագործությունները թողարկվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ հասանելի են ավելի քան 150 երաժշտական հարթակներում։ Ըստ Սարգսյանի մոտորերը սպառս կլինի, թե մոնոօպերաները կընդգրկվեն արդյոք նաեւ մրցանակաբաշխության կարճ ցուցակում։ Քանի որ մոնոօպերաները շատ ոչ ստանդարտ ժանր է համարվում եւ շատ կարեւոր է թե ովքեր են կատարում։ Կատարողներն են շատ տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում։ Reflections մոնոօպերան, որը գրված է սոպրանոյի, դաշնամուրի եւ ջութակի համար, կատարել են սոպրանո Թերեզա Գևորքյանը, որը ապրում է Մեծ Բրիտանիայում, եւ կատարել է ջութակահար Էրիկ Մանուկյանը, որը այստեղ է այսօր մեր կողքին, եւ դաշնամուրը կատարել է Մարտին Շահբազյանը, որը ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Reflection ստեղծագործությունը հյուսվում է հիշողության, ձայնի եւ լրության բեկորներից, ստեղծելով ձայնային գոբելեն, որն ունի թե տարաժամանակյա, թե արդիական բնույթ, իսկ Dialogue մոնոօպերան գրվել է բարիտոնի համար։ Ըստ կոմպոզիտորի այս գործերն առանձնահատուկ են, քանի որ բարիտոնի համար առաջին անգամ է մոնոօպերա գրվում։ Նա նշել է, որ հրաժարվել է ավանդական տեքստից եւ ստեղծագործությունների դրամատուրգիան հիմնված է հայ այբուբենի հնչյունների միաձուլման եւ տեղաշարժի վրա։ Reflection-ի տևողությունը 14 րոպե է, իսկ Dialogue-ը 16, ուստի դրանց մեջ կոտրված են նաեւ օպերային արվեստում ընդգրկված կանոնները։ Բարիտոնի պարտիան կատարում է շատ տաղանդավոր երգիչ, մեր հայրենակից, որը բնակվում է Գերմանիայում, Աքսել Դավեյանը։ Իսկ դաշնամուրը կատարում է Մարտին Շահբազյանը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը տեղեկացրել է, որ Շուշան Սարգսյանը մասնակցել է նախարարության մրցութային դրամաշնորհային ծրագրին եւ նրա նախագիծն արժանացել է հանձնաժողովի անդամների հավանությանն ու ֆինանսավորում ստացել։ Դանիելյանն ընդգծել է, որ այս ստեղծագործությունները ներկայացնելը նշանակում է, որ հայկական երաժշտությունը մրցունակ է միջազգային ասպարեզում։ Մոնոօպերաների ժանրը աշխարհում որոշ ժամանակ արդեն տարիներ շարունակ, այսինքն պիտի ասեմ, գոյություն ուներ, զարգացման փուլ էր ապրում եւ մենք ընդհանրապես չունենք այդ մոնոօպերան։ Մոնոօպերան շատ հետաքրքիր է այն տեսակետից, որ ինքը կամերային շատ փոքրիկ կազմերի համար է գրված, իրենք լինում են ոչ շատ երկար, մոնո, ինչպես մի ձայնի համար կլինի նվագակցությամբ տարբեր տեսակի նվագակցություններով եւ այստեղ այս ժանրի զարգացման համար շատ կարևոր քայլ է արել Շուշանը եւ մենք ուրախ ենք նաեւ դա ուրեմն խրախուսել եւ աջակցել մեր կոմպոզիտորների համար։ Միջոցառմանը մասնակցել է նաեւ ջութակահար Էրիկ Մանուկյանը, որը հպարտությամբ է խոսել նախագծում իր մասնակցության մասին, նշելով. Շատ ուրախ եմ մասնակցությունը ունենալու այս պրոյեկտի մեջ, շատ հենց առաջարկից Շուշանի, հենց առաջի վարքյանից իմ ամբողջ աջակցությունս իր հետ է եղել, մեծ հաճույքով համագործակցել եմ, շատ վաղուց եմ ճանաչում Շուշանին։ Մոնոօպերաների Գրեմմի երկար ցուցակում ընդգրկվելը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական ստեղծագործությունները կարող են ներկայացվել համաշխարհային երաժշտական առաջատար հարթակներում, լինելով նույնքան մրցունակ եւ որակյալ, որքան ցանկացած այլ զարգացած երկրի կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Վիոլիա ջուր ընկերությունն այս տարվա պարտադիր կապիտալ աշխատանքների ցանկում ընդգրկել է երբևէ չհիմնանորոգված գյարդի արդիականացումը։ Ներդնելով 80 միլիոն դրամ ընկերությունն այստեղ մեծածավալ շինարարություն է սկսել նպատակ ունենալով մինչև նոյեմբերի վերջ ավարտել աշխատանքները։ Սրան զուգահեռ Վիոլիա ջուր կապան քաղաքի Շղարշիկ թաղամասում էլ կառուցում է մոտ 2 կիլոմետր ջրագիծ ընդգրկելով ամբողջ ներքին ցանցը։ Դիտեք տեսանյութը, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Սյունիքի մարզն է Հայաստանի համար բացառիկ ռազմավարական նշանակություն ունեցող տարածք, որը միշտ եղել է Հայաստանի հարավային սահմանապահն ու պաշտպանական ամրոցներից մեկը։ Հետևաբար առավել կարևոր է այստեղ տնտեսության զարգացումն ու ներդրումների խթանումը, որոնք կնպաստեն տարածաշրջանային կայուն զարգացմանը։ Թեև Հայաստանը հարուստ է ջրաղբյուրներով, այնուամենայնիվ հանրապետությունում կան բնակավայրեր, որտեղ բնակչությանը խմելու ջուրը մատակարարվում է մակերևութային ջրաղբյուրներից։ Այդ բնակավայրերից մեկը Սյունիքի մարզ կենտրոնը համարվող Կապան քաղաքն է։ Մայրաքաղաքից 320 կիլոմետր հեռավորության վրա գտնվող 42,000-ից ավելի բնակչություն ունեցող Կապանի եւ հարակից համայնքների ջրամատակարարումը ապահովվում է գետային մակերևութային ջրերով, իսկ այդ ջրերն առաջին մաքրման ենթարկվում են քաղաքի 2 Գյարդ եւ Աջիբաջ ջրընդունիչ կոչվող ինժեներական կառույցներում։ Գյարդը Վիոլիա ջուր ընկերության սպասարկման գոտում գտնվող 20 ջրընդունիչներից ամենամեծն է։ Կապան քաղաքից 30 կիլոմետր հեռու, ծովի մակերևույթից 1700 մետր բարձրության վրա։ 1970-ական թվականներին կառուցված այս ջրընդունիչը տարիների ընթացքում ամբողջությամբ քայքայվել էր եւ կոռոզիայի ենթարկվել, իսկ դա նշանակում է, որ այն լիարժեք չէր կատարում իր գործառույթը։ Գետային ջրընդունիչները թվում է թե իրանք հասարակ կառուցվածքներ են, ջուրա վերցնում ենք, էլի, հա, իրանից, բայց ինքը իրականում, որ այդ սա պրոցեսները, որ ասենք այն մաքրմնականի բերը թեթևացնենք, որ ինքը բնականon աշխատի, պետք է ստեյ սկսվի։ Բացի Գյարդ ջրընդունիչը, Կապան քաղաքը մատակարարվում է նաև Աջիբաշ կոչվող ջրընդունիչից։ Երկու ջրընդունիչների ջրերը միասին մուտք են գործում մոտավորապես 10 կիլոմետր ներքև ստեղից գտնվող ջրի մաքրման կայան, որի անունը Գեղի է։ Եվ Գեղի մաքրման կայանում, որի հզորությունը արդեն 500 լիտր վայրկյան է, երկու ջրընդունիչների գումարային ջրի հաշվարկով մատակարարվում է քաղաքի կարելի ասել 80%-ը։ Մնացած 20%-ը մատակարարվում է մեկ այլ մաքրման կայանից, որի անունը Չանախչի ջրի մաքրման կայանը։ Եվ ահա Վիոլիա ջուր ընկերությունը հասկանալով ու քաջ գիտակցելով գետի վարարումների ժամանակ այս հիդրոտեխնիկական կառույցի նշանակությունը այս տարվա պարտադիր կապիտալ աշխատանքների չնախատեսված աշխատանքների ցանկում ընդգրկեց նաև երբևէ չհիմնանորոգված գյարդի արդիականացումը։ Ներդնելով 80 միլիոն դրամ ընկերությունն այստեղ մեծածավալ շինարարություն է սկսել, նպատակ ունենալով մինչև նոյեմբերի վերջ ավարտել աշխատանքները։ Կառույցի հիմնական աշխատանքները երկաթբետոնե կոնստրուկցիաներ են, փականային հանգույցներով, որտեղ որ գետի ջրից վերցվում ուղղորդվում են մեր համապատասխան խողովակների մեջ, մոտավորապես 300 լիտր վայրկյանում ջուր ենք վերցնում։ Վերանորոգման աշխատանքները սկսել ենք արդեն մոտավորապես մի 15-20 օր առաջ։ Ընկերությունն անում է առավելագույնը, որպեսզի խորը աշնանը անձրևների սեզոնին, երբ գետի ջուրը շատ է պղտորվում, ջրընդունիչը պատրաստ լինի ամբողջ հզորությամբ, վայրկյանում 300 լիտր ջուր մաքրել եւ ուղղել ջրի մաքրման կայան։ Աշխատանքները տարվում են ամենայն պատասխանատվությամբ, հաշվի են առնվում նույնիսկ մանրուքները։ Աշխատանքային ակտիվ գործընթացը հուշում է, դրանք նախանշված ժամկետից էլ շուտ կավարտվեն, միայն թե եղանակային պայմանները բարենպաստ լինեն։ Որոշակի մաքրում այս հատվածում է կատարվում նստեցմամբ, այս ամբողջ ջրաքանակը ուղղորդվում է մաքրման կայան,
որտեղ կատարվում է որոշակի մեխանիկական եւ այլ մաքրման պրոցեսներ։ Երբ որ գետը վարարում է, մենք պետք է այնպեսի գետընդունիչ կառուցենք, որպեսզի վնաս չհասցնի գետընդունիչին։ Ինքը համապատասխան քանակի ջուրը նորից վերցնի, ավելցուկային ջուրը նորից ուղղորդում ենք գետ։ Այս կառուցվածքը ինքը իր ֆունկցիան ոչ միայն ջուրը վերցնելն է, բայց ինքը ի սկզբանե, եթե մենք իրան ճիշտ ենք վերցնում, ճիշտ ենք սպասարկում այս կառուցվածքը, ինքը դրվում է հիմքը այդ ամբողջ ջրի հետագա մաքրումը շատ ճիշտ ձևով կատարվի, հասվի բնակչությանը։ Վերակառուցման աշխատանքների ավարտից հետո ջուրը ջրընդունիչում կենթարկվի նախնական մաքրման, կազատվի ավազից եւ կոշտուկներից, ապա նոր 10 կիլոմետրանոց խողովակաշարով կմղվի դեպի Գեղի ջրի մաքրման կայան, որտեղ էլ կիրականացվի ջրի առավել խորը եւ ամբողջական մաքրումը։ Իսկ մինչեւ այդ Վիոլիա թիմի շնորհիվ ջուրը այլընտրանքային եղանակով գետից միանգամից ուղղվում է մաքրման կայան, կրկին ենթարկվելով լիարժեք մաքրման։ Մտնում են Մարի չորից հետո մտնում խառնարան, եթե պղտորությունը շատ ալնում, մենք սկսում ենք աշխատացնել կոագուլյացիայի ապարատը։ Հետո մտնում է պարզարանը, կեղտը նստում է հատակին, ֆիլտրացվում է ջուրը եւ մտնում 1000 տոնանոց ջրամբար։ Բարակազերծվում, գնում քաղաք։ Ջրամաքրման կայանում գործող 6 ֆիլտրերից յուրաքանչյուրը մաքրում է վայրկյանում 90 լիտր ջուր։ Կայանը ի վիճակի է մաքրել վայրկյանում մինչև 500 լիտր ջուր։ Այստեղից արդեն ջուրն ուղղվում է օրվա կարգավորիչ ջրամբարներ, այնտեղից էլ բաշխիչ ցանց, որն ապահովում է Կապան քաղաքի 80%-ի ջրամատակարարումը։ Այս ամենից բացի ընկերությունը Կապանի բաշխիչ ցանցում էլ է սեփական ուժերով ջրագծեր վերակառուցում։ Նախորդ 10 ամիսների ընթացքում Կապան շահագործման տեղամասը արդեն իսկ վերակառուցել է Շահումյան փողոցի Բեկ Մինասյան թաղամասերի շուրջ 8 կիլոմետր ջրագիծ եւ 2 կիլոմետր կոյուղագիծ։ Այս պահին մասնագետներն աշխատում են Շղարշիկ թաղամասում, որտեղ նորով է փոխարինվում 2 կիլոմետր ջրագիծ։ 1970-ականներին կառուցված ցանցը գտնվում էր անմխիթար վիճակում, իսկ վթարների հետևանքով ստացված ահազանգերը մշտական բնույթ էին կրում։ Իհարկե ունենք էլի մոտ 1.5 կիլոմետր կառուցելու, քանի որ ասֆալտապատման աշխատանքներ ա գնում ստեղ, ընդամենը 2 կիլոմետր հատվածն ա կարևորում։ Դրա համար հիմա անում ենք դա, հետագայում ասֆալտապատման աշխատանքները շարունակվելու դեպքում մենք կերկարացնենք ջրագիծը։ Հոսակորուստները բավականին շատ էին, ընդհանուր պահանջը ջրաքանակի 10-12 լիտր էր ստեղ, որից մոտ 5-ից 7 լիտրը կորում էր։ Եվ հատկապես զմերվա ամիսներին բավականին լուրջ պրոբլեմներ էր առաջանում։ Վիոլիա ջուրընկերությունն այս աշխատանքներն իրականացնում է ակտիվ գործակցելով համայնքապետարանի հետ, ավելի արդյունավետ դարձնելով Կապանում իրականացվող բարեկարգման աշխատանքները։ Գրեթե բոլոր թաղամասերում, որտեղ համայնքի կողմից իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ, նախապես վերակառուցվում են նաև ջրագծերն ու կոյուղագծերը։ Որպեսզի իրականացվող շինարարական աշխատանքներից հետո հարկ չլինի որևէ ենթակառուցվածքի համար նորից քանդել տվյալ հատվածի ասֆալտապատ տարածքը կամ բակային հատվածը, մենք նախապես տեղեկացնում ենք Վիոլիա ջուրընկերությանը եւ մյուս բոլոր այն ընկերություններին, ովքեր ունեն այդ հատվածներում ենթակառուցվածքներ եւ առաջարկում ենք զուգահեռաբար համայնքի կողմից իրականացվող աշխատանքների նաեւ վերանորոգեն կամ փոխարինեն իրենց ենթակառուցվածքները եւ այս համատեքստում Վիոլիա ջրի հետ համագործակցությունը կարծես թե ստացված է։ Այսպիսով, այս բոլոր ներդրումների եւ անդադար աշխատանքի նպատակը մեկն է՝ ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերում, մասնավորապես մեզ համար ռազմավարական առանցքային նշանակություն ունեցող Սյունիքի մարզկենտրոնում սպառողներին ապահովել որակյալ, անխափան եւ կանոնավոր ջրամատակարարմամբ։ Իսկ Կապան այն բնակավայրերից է, որտեղ արդեն շոշափելիորեն երևում են Վիոլիա ջրի ներդրումները։ Քաղաքն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։